Ընդդիմադիր ուժերից մեկը պարոն վարչապետ հայտարարում է, որ աղքատության այս պայմաններում 21% աղքատություն, վարչապետը ոչ միայն պետք է պարգևավճար չստանա, այլև 1 դրամ աշխատավարձ ստանա, եւ որոշ նախարարներ ասում են, որ իրենց իշխանության գալուց հետո մասնավոր միջոցներով կաջակցեն։ Հիմա նախ ինչու դուք 1 դրամով չեք աշխատում որպես վարչապետ եւ ընդհանրապես կառավարման այս կոնցեպտին դուք ինչպես եք վերաբերվում։ Նախ գիտեք, երբ որ ես 1 դրամով որպես վարչապետ աշխատեմ, երբ որ դուք հարցազրույցի ժամանակ հարցնեք, այս կոստյումը ձեզ որտեղ է, ես ինչ եմ պատասխանելու։ Ասեք, ձեզ աջակցել են մասնավոր միջոցները։ Դա կոռուպցիա է։ Դա հենց կոռուպցիա է, բա կոռուպցիան ինչի մասին։ Կամ ընդհանրապես որ ասեք, բա ո՞նց եք սնվում եք, դուք ո՞նց եք ապրում։ Եվ այլն եւ այդպես շարունակ, բայց ինչ եմ պատասխանելու այդ հարցին։ Պարգևավճարների մասով ես երկար տարիներ ընդհանրապես պարգևավճար չեմ ստացել, բայց խոսքը ուրիշ բանի մասին է, ինստիտուտի եւ համակարգ ստեղծելու եւ կայացնելու մասին է։ Եվ աղքատության պայմաններում իմիջայլոց ուզում եմ նաեւ հետեւյալը ընդգծել, այն ինչ որ դուք ասում եք, դա պետության զավթման սցենար է։ Երբ որ պետությունը վերցնել եւ դնել մի կամ մի քանի մարդկանց գրպանում, եւ դա հենց օլիգարխիան է։ Հենց օլիգարխիան Հայաստանում երկար տարիներ եղել են պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհանուր նախարարներին ծրարով ամեն ամիս գումար տալու ավանդույթ։ Եվ դա արձանագրված է քրեական գործերով, ընդ որում այդ քրեական գործերն ցուցմունքների վրա չեն հիմնված։ Խուզարկություններով ես գիտեմ դատարաններում գործեր կան արդեն, որ համակարգիչներ են արգրավել, որտեղ ցուցակը երևում է, թե ամեն ամիս ում ինչքան գումար են տվել, եւ այդ նույն անձինք են, սա այդ կոռուպցիոն համակարգի նկատմամբ նոստալգիան է, բայց ուրիշ խնդիր կա։ Աղքատության հետ կապված խնդիրները լուծումը ինչ է դա կապված է կառավարության եւ իշխանության մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, արդյունավետ աշխատանքի հետ։ Մենք դնում ենք խնդիր, որ պետական պաշտոնյան պետքա գեր կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ընդ որում հազար ներողություն եմ խնդրում, այդ գեր կենտրոնացվածությունից իրենց պետք է չկարողանան շեղել այդ թվում կոռուպցիոն հակում ունեցող տարբեր ուժերը եւ հազար ներողություն էս էլ կարող է եւ ընտանիքի անդամներն են պետք է չկարողանան պաշտոնյային շեղել իրենց գեր կենտրոնացած աշխատանքով սկսած նրանից, որ երեխու կոշիկի հարցը, ուսման վարձի հարցը, չգիտեմ, դպրոց գնալու եւ հետ գալու հարցը, ել չեմ ասում տուն գալիս հաց կբերես եւ այլն։ Հայտնի ժանրերը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետքա զրոյացնենք կոռուպցիան։ Եվ մենք երկար տարիներ աշխատում ենք եւ արձանագրում ենք, որ այո, մենք այդ միջազգային վարկանիշներով մենք ահագին առաջընթաց ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց մենք չենք կարողացել զրոյացնել կոռուպցիան։ Եվ որոնք են պատճառները։ Պատճառները այդ թվում այն միջավայրն է, որը փոփոխություն չի կրել եւ այս որոշումները առաջին հերթին քաղաքացիների համար է։ Տեսեք, մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել։ Այսօր հարյուրավոր թոշակառուներ միլիոնավոր դրամների ծառայություններ են ստանում, այդ ծառայություններ չստանալու դեպքում նրանք հազար ներողություն, բայց նրանց մի մասը հաստատ չէր ապրի։ Եվ այդ պետական կառավարման համակարգի 24 ժամ աշխատանքի շնորհիվ է այդ արդյունքը արձանը։ Ես հիշում եմ, երբ որ ես սեպտեմբերին էր, թե օգոստոսին էր կամ նույնիսկ հոկտեմբերին էր, ես խնդիր դրեցի, ասի բացառում եմ, չգաք ասեք էլի հետաձգեք։ Գնացեք 24 ժամ աշխատեք եւ համակարգը ներդրեք։ Այսօր համակարգը ներդրված է, բայց այդտեղ կա նաեւ բարոյական խնդիր, չէ՞։ Ես մարդուն ասում եմ, գիտեք, 24 ժամ աշխատի, այսինքն տուն մի գնա, ընտանիքի խնդիրներով մի լուծի, քո անձնական խնդիրներով մի զբաղվի, գնա աշխատի։ Հետո ասեմ, էս էլ քո մի դրամը, անհամատեղելիություն կա, որովհետև էլի եմ ասում, այդ ձեր ասած մի դրամները պետությունը արժեզրկելու մասին է եւ պետությունը
կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին է եւ այն մարդիկ, ովքեր այդ մեծ գրպաններն ունեն եւ իրենք այդ գրպաններում ըստ ամենայնի դատարկություն են սկսել զգալ եւ խնդիր կա հրատապ ձևով այդ դատարկությունը լցնել Հայաստանի Հանրապետությամբ։ Համոզված եմ, որ մենք կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, բայց իհարկե ժողովուրդը դա թույլ չի տա։ Գալով ընտրություններին, պարոն վարչապետ, հունիսի 7-ին Հայաստանում համապետական խորհրդարանական ընտրություններ են։ 2025-ի օգոստոսին դուք այսպիսի արտահայտություն արեցիք, ասացիք դա լինելու է ընտրություն խաղաղության եւ ոչ խաղաղության միջև։ Հիմա ձեր ընդդիմախոսները էլի ասում են, որ դուք մանիպուլացնում եք։ Ինչու՞, որովհետեւ որևէ քաղաքական ուժ պատերազմի կոչեր չի անում, չի ասում, որ Ադրբեջանի հետ գնալու ենք պատերազմի, անգամ թրիփը չեն ասում, որ չեղարկելու են։ Պարզապես խաղաղության պատկերացումը, խաղաղության իրենց կոնցեպտը ձերից տարբերվում։ Հիմա եթե կարելի է ընտրությանը ինչ ծրագրով եւ այս առումով ինչ առաջարկով եք գնալու, որը տարբերվելու է ընդդիմությունից։ Գիտեք, դուք ասիք խաղաղության իրենց կոնցեպտը մեր կոնցեպտից տարբերվում է։ Խնդիրը հետեւյալն է. իրական խաղաղությունը կոնցեպտուալ խաղաղությամբ փոխարինելու կոնցեպտուալ չէ, իրենց ձեր իրականը իրենց է արժանապատիվ։ Ես էլի եմ ասում, մենք կարող ենք այսօր արդեն ցույց տալ, թե ինչ է խաղաղությունը։ Մենք հասկանում ենք, որ այդ խաղաղությունը իդեալական չի, բայց կարող ենք գլոբուսը դնել եւ պատտել այդ գլոբուսը եւ տեսել, թե որտեղ է, որ խաղաղությունը իդեալական է։ Ոչ միտեղ խաղաղությունը իդեալական չի, բայց այնտեղ որտեղ կա խաղաղություն, կա բարեկեցություն, կա ազատություն, կա երջանկություն։ Եվ ուրիշ բան եմ ուզում ասել։ Այս ընտրությունը իրականում այո, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա պատմաքաղաքական ընտրություն է եւ մենք պետք է պատմական ընտրություն կատարենք եւ հասել այն պահը, որի մասին ես խոսում եմ 2018 թվականին։ 2018 թվականին ես խոսում եմ մեր ժողովրդի պատմության արդեն մեզ հայտնի եւ կրկնված ցիկլերից դուրս գալու մասին։ Մենք հիմա այդ պատմական ցիկլից, երբ որ մենք ինչ որ աշխարհաքաղաքական շատ դեպքերում մեզնից չկախված հանգամանքների բերումով ստանում ենք պետություն եւ հետո էլի մեզնից չկախված հանգամանքների բերումով կորցնում ենք պետությունը, այդ ցիկլից դուրս գալու մենք հնարավորություն ունենք եւ արդեն իսկ դա տեղի ունեցել։ Դրա առաջին քայլերը տեղի ունեցել կենտրոնանալու մեր պետության հարատեվության օրակարգի վրա։ Եվ ուզում եմ մենք գնահատենք, թե հենց այսօր փետրվարի 10-ին եւ նախորդող շրջանում ինչ է տեղի ունենում։ Հայաստանը շարունակում է գտնվել ֆիզիկապես այնտեղ, որտեղ գտնվել է միշտ, բայց Հայաստանը մեր աչքի առաջ եւ մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն։ Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի առաջիկա ընտրություններին առաջինը տեր պիտի կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով եւ կորուստներով ձեռք բերված խաղաղությունը եւ ելի ուզում եմ իմ խոնարհումը արտահայտել մեր բոլոր նահատակներին եւ ծնկի եմ գալիս նրանց առաջ եւ խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, բոլոր ընտանիքների առաջ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի այս խաղաղությանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին, բայց ես ուզում եմ մի բան ընդգծել. մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն մեր միջավայրը այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով։ Մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն եւ տեսեք շատ են խոսվում երաշխիքների մասին։ Այս է խաղաղության երաշխիքը։ Երբ որ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակ։